Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, այսօրվա մեր եկեղեցական ընթերցվածքը մեզ սովորեցնում է, թե ինչպես զսպել մարմնական ցանկությունները և ազատվել մեր կախվածություններից։ Ամեն մարդ տարբեր տեսակի կախվածություններ ունի, չէ՞, ասենք մեկը թմրամոլ է, մեկը խաղամոլ է, մեկը հարբեցող է, մեկը ուրիշ տեսակի մարմնական ցանկություններ ունի, մեկը ամբողջ օրը առօրյա ծիրիկում Facebook-ի վրա է ու չգիտեմ ռիլներ է նայում, շորտեր է նայում, անիմաստ բաներ, մեկը սիրում է չար վատ կինոներ նայել ու վատ բաներ եւ այսպես այս ամեն ինչը մեզ կտրում են Աստծուց, քանի որ մեղավոր ճանապարհով են տանում։ Բա լավ, ինչպես զսպել մեր մարմնի ցանկությունները եւ ազատվել մեր կախվածությունից։ Չէ՞ որ մենք չենք ուզում, որ մեր կամքը լինի, այլ հայրմերի մեջ ասում ենք եղիցին կամք քո, այսինքն հայր մեր, թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Պողոս առաքյալը Կողոսացիներին ուղված նամակի 2-րդ եւ 3-րդ գլխում գրում է այդ մասին, որը որ այսօր կարդացվում է մեր եկեղեցիներում, սիրելի ժողովուրդ։ Պողոս առաքյալը գրում է, ասում է, որ մարդիկ կան, որ իրենք իրենց համար կրոն են ստեղծել, ինքնակամ կրոն։ Հիմա դու ես կկարդամ, ձեր համար կտեսնեք, եւ ասում է, որ զսպում են իրանց մարմինը տարբեր ձևերով, մաշում են, խոնար են ներևում, իմաստուն են ներևում, իբր թե խստակյաց են բան, եւ ասում է, այս բոլորը մարմնական ցանկությունները զսպելու համար ոչ մի արժեք չի ներկայացնում։ Ու մեզ ցույց է տալիս, որ մարմնական ցանկությունները զսպելու եւ մեր կրքերից եւ մեր կախվածություններից ազատվելու միակ ձևը մտքի գործ է, որպեսզի մեր միտքը միշտ դնենք վերին բաների վրա։ Տեսեք ինչ ա գրում օրինակ 2-րդ գլխի 23-րդ պարբերությունում։ Ասում է այդ մարդկանց մասին, որ խիստ են, խստակյաց են, այսեն, ասում է, նրանք կարող են իմաստուն ձևանալ իրենց ինքնակամ կրոնով, այսինքն իրենց հորինած կրոնով, ինքնակամ կրոնով, դա նշանակում է, որ սա Աստուծո հետ կապ չունի, դա ինքնակամ է։ Նրանք կարող են իմաստուն ձևանալ իրենց ինքնակամ կրոնով, խոնարհությամբ եւ իրենց մարմնի խստակեցությամբ, բայց այդ բոլորը մարմնական ցանկությունները զսպելու համար ոչ մի արժեք չի ներկայացնում։ Բա լավ, ի՞նչն է արժեք ներկայացնում։ Ինչպես զսպել մարմնական ցանկությունները եւ ազատվել այդ կախվածություններից, որ լիքը մարդիկ ունեն, եթե ոչ բոլորը։ Եվ Պողոս առաքյալը Կողոսացիներին ուղված նամակի 3-րդ գլխում սկսում է ցույց տալ, թե ինչպես զսպել մարմնական ցանկությունները եւ ասում է. եթե հարություն առաք Քրիստոսի հետ, փնտրեցեք վերինը, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմը։ Հլեկեք մտածենք, ես փնտրեցեք վերինը, այդ ինչ բան է։ Այսինքն մտածեք վերին բաների մասին, այսինքն սա մտքի գործ է։ Ձեր միտքը պետք է լինի երկնքի արքայության մասին, ձեր միտքը պետք է լինի Աստուծո մասին, Աստուծո խոսքի մասին, ձեր միտքը պետք է լինի Աստվածաշունչ կարդալու մեջ, ձեր միտքը պետք է լինի Աստուծո պատվիրանների մեջ, ամեն ինչի մեջ մտածեք, էսի Աստուծո սրտով է, թե Աստծո սրտով չի, Աստուծո պատվիրաններով է, թե չէ, փնտրեցեք վերինը, ուր Քրիստոս նստած է Աստուծո աջ կողմ, այսինքն Աստուծո արքայությունը։ Վերին բաների մասին խորհեցեք եւ ոչ թե այն, որ այստեղ երկրի վրա է։ Ինչ է նշանակում վերին բաների մասին խորհել։ Խորհել նշանակում է խորը մտածել, չէ՞ ոչ թե պարզապես մտածել, այլ խորհել, խորքերը գնալ, վերին բաների, երկնքի արքայության մասին գնալ։ Այս ամեն ինչը որ անեք, ինքը ցույց է տալիս, թե ինչքան հեշտ է լինելու թոթափել մեզանից բանը եւ թոթափել մեզանից մեր կախվածություններն ու մեր ինչպես զսպել սեփական ցանկությունները։ Վերին բաների մասին խորհեցեք եւ ոչ թե այն, որ այստեղ երկրի վրա է, քանզի մեռած եք եւ ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ Աստուծո մեջ։ Իմացաք ժողովուրդ ջան։ Իսկ երբ Քրիստոս ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Սպանեցեք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները, ինչպես ենք սպանելու մեր մարմնական ցանկությունները վերին բաների մասին մտածելով, մեր սիրտը, միտքը Քրիստոսի մեջ, Աստվածաշնչի մեջ դնելով։ Սպանեցեք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները, դեն գցեցեք պոռնկություն, պղծություն, հոռի կրքեր, չար ցանկություն եւ ագահություն, որ կռապաշտություն է։ Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրա գալիս է Աստուծո բարկությունը։ Այնով ասում, որ Աստված չի բարկանում, գրած չի Սևով Սպիտակի համար։ Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրա գալիս է Աստուծո բարկությունը։ Այսինքն, եթե դու անում ես պոռնկություն, պղծություն, դու ունես հոռի վատ կրքեր, վատ ցանկություններ, չար ցանկություններ, ագահություն, կռապաշտություն,
Սրանց բաների համար սա անհնազանդություն է Աստուծո պատվիրանների նկատմամբ եւ սենց բաների համար մարդկանց անհնազանդ որդիների վրա գալիս է Աստուծո բարկությունը։ Մենք որ ասում էր, այս 5-րդ պարբերությունում տեսնում եք, սպանեցեք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները։ Հիմա մեկը կասի, այդքան հեշտ է սպանելը։ Հեշտ է, եթե քո միտքը վերին բաների վրա է, ինչպես որ մի քիչ առաջ Պողոս առաքյալը գրեց, խորհեցեք վերին բաները։ Հետո եկեք շարունակենք 7-րդ պարբերությունից։ Դուք էլ եք մի ժամանակ ընթանում այդ մեղքերով, երբ ապրում եք դրանց մեջ։ Այժմ դուք եւս թոթափեցեք այդ բոլորը՝ բարկություն, զայրույթ, չարություն, հայոյություն եւ խեղկատակություն ձեր բերաններից։ Տեսաք ինչ ասեց։ Այժմ դուք եւս թոթափեցեք այդ բոլորը։ Ոնց ենք այս բարկությունը, զայրույթը, չարությունը, հայոյությունը, քֆուր տալը, խեղկատակությունը, զավզակ խոսել, կատակներ անել, չգիտեմ, սարկազմ անել, մեր բերաններից ոնց ենք անում։ Վերին բաների մասին մտածելով, վերին բաների մասին խորհելով, Աստուծո պատվիրանների, աղոթքների մեջ լինելով, Աստվածաշունչը կարդալով, օրական շատ անգամներ աղոթքի մեջ լինելով։ 9-րդ պարբերություն։ Մի ստեք միմյանց, այսինքն սուտ մի խոսացեք։ Հանեցեք ձեր վրայից հին մարդուն իր գործերով եւ հագեք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ ըստ իր արարչի պատկերի։ Հին մարդը գիտեք որն է, դա այն մարդն է, որ մինչև ձեր ապաշխարություններ, որ կարելի է լևի գնալ, պրավի գնալ, էս անել, այն անել, չգիտեմ, ես վատ բաներն անել, ասում է հանեցեք այդ հին տեսակի անձին եւ վերցրեք ձեր նոր անձը, որը նորոգված է գիտությամբ ըստ իր արարչի պատկերի։ Այլևս չկա հրյա ոչ էլ հեթանոս, թլպատություն եւ անթլպատություն, բարբարոս կյութացի, ծառա ազատ, այլ Քրիստոս, որ ամեն ինչ է ամեն բանի մեջ, որպես Աստուծո ընտրյալներ, սրբեր եւ սիրելիներ, հագեք ուրեմն գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերություն, հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձևով արեք եւ դուք։ Տեսակ ժողովուրդ ջան, ոնց ենք վերին բաների մասին նաեւ խորհում, աստվածային բաների մասին, հագնում ենք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերություն, հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձևով արեք եւ դուք, այսինքն ներեք մարդկանց։ Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որ կապն է կատարելության։ Եվ ձեր սրտերում թող հաստատվի Քրիստոսի խաղաղությունը, որին եւ կոչվեցիք մեկ մարմնով եւ գոհություն մատուցեցեք։ Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ, այսա նույնպես նշանակում է խորհել վերին բաների մեջ, որովհետեւ երբ որ Քրիստոսի խոսքը բնակվում է ձեր մեջ, ո՞նց է բնակվում ձեր մեջ, երբ որ դուք կարդում եք Աստվածաշունչը ամեն օր։ Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք եւ խրատեք միմյանց սաղմոսներով, օրհներգություններով, հոգևոր երգերով եւ երախտագիտությամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն։ Եվ ինչ որ անեք խոսքով եւ գործով, բոլորն արեք Տեր Հիսուսի անունով։ Գոհություն մատուցեք նրանով Աստծուն եւ Հորը։ Դե լավ ժողովուրդ ջան, հուսամ ես ամեն ինչ օգտակար եղավ, սրանք կարևոր բաներ են, ահա թե ինչպես ենք մենք զսպում մարմնական ցանկությունները, վերին բաների մասին խորհելով, չարից հրաժարվելով, դրա փոխարեն գութ, ողորմություն, ներողամտություն հագնելով, մարդկանց ներելով եւ որ Քրիստոսի խոսքը բնակվի մեր մեջ։ Խնդրում եմ սովորություն դարձրեք պատարակների ամեն կիրակի մասնակցել, սովորություն դարձրեք օրը մի քանի անգամ աղոթել, սովորություն դարձրեք օրը պարտադիր մի քանի գլուխ Աստվածաշունչ կարդալ, որպեսզի Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ, դուք մտածեք վերևի, երկնքի արքայության, Աստուծո գործերի վերին բաների մասին եւ այդպես կարողանաք Տիրոջ ողորմությամբ այս ամենն անելով զսպել ձեր մարմնական չար ցանկությունները եւ ազատվել կախվածություններից, որոնք տանջում են մեր կյանքը։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, ձեզ բարի օր եւ մեր Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։